կառավարման երկու շտաբների մասին, ներքին գործեր ուժային բլոկ, բայց մոռանում են կառավարման ամենակարևոր օղակը, Հանրապետության հրապարակում, կառավարության շենքում, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ինչի չենք հիշատակում։ Ես ինձ հետաքրիր Աղվան Հովսեփյանը վերջին հաշվով պետքա բացատրի այդ քննչական խմբերը, որոնք ստեղծված էին, 100-ից ավել քննիչներ են ներգրաված։ Իրանք մեղավոր չեն, իրանք ուսադիր կրող մարդիկ են, նրանց պարտադրել են ապօրինի գործողություններ, բայց դա բերել է նրան, որ 17 տարի հետո միեդ նա ասել, որ մարդի մեկը բացահայտված է, որտեղ կառավարման հստակ առանցք է ունեցել։ Այո, Ռոբերտ Քոչյանի գլխավորությամբ, իսկ ուրա Վարդան Օսկանյանի, որ աշխարհում մեկ գոռում էր, որ բանա, եկեք Հայաստանում զինված խմբավորումներ են, բայց իրականում Հայաստանում զինված խմբավորումները իրականացվում են գործող իշխանության կողմից, ավելին, դա դեռ քիչ էր։ Լեռնային Ղարաբաղից բերեցին 700-ից ավել ուսադիր կրող եւ ոչ թե շարքային ազնագազմ, ենթասպա եւ սպա, եւ տեղակայեցին կոնկրետ վայրերում, որը մենք բացահայտեցինք, մի մասն էլ գտնվում էր կառավարության շենքում։ Փաստավակ խումբը 5 զեկույց է ներկայացրել, դա կոնկրետ առաջին եղել է Համլետ Թադևոսյանի մասին զեկույցը, որի հրապարակումից հետո, որը նաև միջազգային մեր մանդատի շրջանակում է եղել, մեկ էլ պարզվեց, որ մենք վտանգավոր ենք։ Փաստավակ խումբը 5 հոգուց բաղկացած։ Հետո, երբ որ արդեն 18 թվականին այստեղ էի, Կոստանյանը մոտեցավ, ասեց պարոն Քոչյան, ես ուզում եմ դες տեղեկացնեմ, թե ոնց է լուծարվել փաստավակ խումբը, ասեց գիտեմ։ Բերեց այն դանոսը, որը գրվել է այն ժամանակ երբեմնի, դանոսը մի քիչ կոպիտ եմ ասում, այն հաղորդագրությունը, որ տվել է Վահե Ստեփանյանը, որ եղել է Հայաստանի Հանրապետության արտադրության նախարար, որը նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավարն էր, գրել է, որ պատկերացրեք, ընդդիմությունը փաստավակ խմբի այստեղ ազգային ժողովի տարածքում գտնող տարածքում ճնշում է իշխանությանը։ Ես եւ Տիկին Սաֆարյանը։ Լավ, ես կարա Տիկին Սաֆարյանը ոնց պետք է ճնշել։ Դա իրականություն է եղել։ Այն առումով ոչ թե ճնշումների, այլ որտեղ իրենք հասկացան, որ Համլետ Թադևոսյանի զեկույցը շատ հեռու տանող բաներ է բացահայտել։ Զեկույցը իրենք կարդացել էին։ Հիմա հարց առաջանում, արդյոք երկու մարդ ընդդիմությունը ներկայացնող Հայազգային կոնգրեսը եւ Ժառանգությունը կարային այսպիսի զեկույց պատրաստեն։ Իհարկե ոչ։ Ինչի է ստացվել դա, որտեղ մենք ունենք հասարակության լայն շրջանակների աջակցություն։ Մենք ինֆորմացիայի պակաս չունենք։ Պատկերացրեք սուտաշարժումը, մարդիկ, մասնագետներ, նաև գործող իշխանության շրջանակում ազգային անվտանգության ծառայություն։ Անուններ չեմ տակ, չնայած Սամվել Հովհաննիսյանի անունը տվել եմ, դժողների եւ աջորդները Սամվելի հետ շփվել են, ճիշտ է։ Փայլուն մի քննիչ, որին հոկտեմբերի 27-ի գործով, որը արդեն դուրս էր եկել, թե Մեկուսարանում հոգեմետ դեղերը ով է տվել, նրան ամչապես Աղվան Հովսեփյանը քրական գործ արեցեց, որտեղ դե լիկվիդացնեն, որտեղ Սամվելը շատ բաներ տիրապետում նաև հոկտեմբերի 27-ով։ Ես հիմա Սամվելի հետ կոնտակտ չունեմ եւ կարծում եմ իր աջակցությունը ինձ եւ Տիկին Սաֆարյանի եղել է հսկայական։ Էլի եղել են իրավաբաններ, ասենք Դավիթ Հակոբյանը, որը տուժող էր հոկտեմբերի մարտի 1-ի գործով եւ ինքը որպես բարձրակարգ իրավաբան, կարծեմ պարոն Վարդանյանց կուրսեցի էր, ինքը մեծ աջակցություն է ցույց տվել զեկույցների պատասխան։ Հիմա զեկույցների մասին չի։ Ինչ պարզվեց Համլետ Թադևոսյանի պարագայում։ Սկսեցին թե փորձագետներին, թե քննիչներին գցեն ծուղակը, ստիպված, որպեսզի ասեն, որ ցուցարարներն են նռնակը նետել, սկզբից ասեցին F1 գրանատ։ Դե մոռանում են, որ ես գոնե Պաշտպանության նախարարություն բարձր պաշտոն եմ մնացել եւ F1 գրանտը պատկերացնում եմ։ Եթե դա գցեն ցուցարարները, այնտեղ ոչ մեկը սաղ չեն մնա, նեղ միջավայրում։ Հետո ասեն, չէ, RGD-ը է։ Դա էլ չէ ստացվում, որովհետեւ RGD-ի պարագայում պետքա բեկորային վնասվածքներ հայտնաբերեին փորձագետներ, որ այդպես էլ չէր հայտնաբերվում։ Հետո պարզվեց, որ Համլետ Թադևոսյանը իր գրպանի այստեղի մասում ունեցել է ձայնազդանշանային նռնակ, որ ամենայն հավանականությամբ պայթել է, երբ որ ընկել է գրպանից, իր համապատասխան օրգանների շրջանակում գետին չհասած։ Եվ ինքը մահացել է ոչ թե դրա վնասվածքից, այլ շոկից։ Վնասվածքի շոկից։ Այդ ամբողջը իրականացրել ենք, հայտնաբերել ենք եւ հետո կանչել ենք այն վաշտի բոլոր այն զինծառայողները, որոնք բեկորային վնասվածք են ստացել, չգիտես ինչի հետևի մասից, ոտքերի։ Եվ ոչ մեկի մոտ բեկոր չի հայտնաբերվել, կասկածելի է, չէ։ Ինչպիսի կեղծիքների մեքենային անում։ Երբ որ փորձագետին, եթե կորսված գարուն նայել եք, ես հարցնում եմ, տղա ջան, դու վերջը
դատվելու ես, այս ինչեր ես գրել։ Կոշիկների մեջ ստիպված բռնում են RGD-ի դետոնատորի բեկորները դնում են, այլ չէին իմանում ոնց նկարագրեն, որտեղ հետո են դրել։ Դրանք փաստեր են։ Դա կազմակերպված բնույթ է գրել, այս ամբողջը, եւ այդ կազմակերպված բնույթը, ինչպես նշեց պարոն Իգարյանը, դետալային չի, խմբակային է եղել։ Զեկույցներից մեկը շատ կարևոր։ Այստեղ հարց հնչեց համազգեստների մասին։ Հայտնի ցանկը, ցուցակը, այնպես չի, որ ցուցակը հենց այնպես հայտնվել է փաստավակ խմբում, կոնկրետ իմ ձեռքում է ցուցակը, պարզա որ եկել է բանակից, որտեղ իրային պահեստում էլի ազնիվ մարդիկ կային։ Բայց ես չէի խմբում ասում, թե ուր եմ առաջարկում գնանք իրային պահեստ եւ ինչ եմ այնտեղ տեսնելու։ Բոլորը տեղը չէին իմանում, բայց քանի որ չէին կարող մերժեին, մենք մեքենայով գնացինք իրային պահեստ, որպեսզի ժուրնալը բացվի եւ ես ասեմ, այ այստեղից է դուրս եկել այն համազգեստները, որը բաժանվել են խմբերին, ապօրինի զինված խմբերին։ Զենքը հետո հայտնաբերվեց Արտաշատում։ Ես չգիտեմ, այդ փաստերը այդ 600 հատորների մեջ կան թե չկան։ Սրանք լուրջ արձանագրումներ են, որոնք առեր են, որոնք գտնվում են փաստավակ խմբի արխիվում։ Ընդ որում արխիվը 2 ֆլեշկաների վրա էր, 1 տերաբայթանոց։ Մեկում, երբ որ փաստավակ խումբը հարցեր էր տալիս հրավիրյալներին, նրանց գլուխի չէր երևում, միայն դաստակվի գլուխներով։ Եվ մյուսը, որ ազգային անվտանգությունը իր համապատասխան կառույցների միջով մեզ էր ձայնագրում։ Երկուսներ պարոն Վանեսյանի սեղանին եղել են։ Ես չգիտեմ, հիմա շնորհակալություն եմ հայտնում Սասուն Խաչատրյանին, որտեղ Սասուն Խաչատրյանը մեր առաջի հանդիպումը մի քիչ բարձ ստացվեց, բայց հետո մեր համագործակցությունը շատ էֆեկտիվ էր։ Երկու բաներն էլ ինֆորմացիաները գտնում էր իր մոտ եւ իրենք մեծ ծավալի աշխատանք են տալիս։ Ես համոզված եմ, որ այդ ծավալի աշխատանքը ունի շարունակություն։ Ես հիմա բան չեմ անում, բայց կուզեի, որպեսզի մենք արձանագրենք 301 հոդվածը։ Այդ հոդվածը միշտ կար, Դավիթ Հարությունյանը ոնց մտցրել էր, փառք ու պատիվ իրեն նույն ձևել հանեց։ Հանեց այն ժամանակ, երբ որ Ռոբերտ Քոչյանը մեղադրվում էր արդեն իշխանության յուրացման հարցում, սովորական կարգի խափանման միջոցով։ Հետո մենք 3 ճիշտ եք ասում, դատավոր ենք ընտրել, կարծեմ, Սամական դատարանի։ Միաձայն անցրել Հրար Թոմասյան, ապրենք, հրաշք։ Հիմա աշխարհի շատ երկրներում այդ հոդվածը գոյություն ունի, որտեղ այդ հանցագործությունը կա։ Հիմա մենք հանեցինք, որպեսզի Ռոբերտ Քոչյանին դուրս գա եւ դուրս եկավ։ Հիմա մեդը մեզ տվեց հնարավորություն ասելու, որ մարտի 1-ը բացահայտված է, միարժեք։ Բացահայտված է իմ համար, որպես փաստավակ խմբի անդամ եւ շատ ակտիվ, մարտի 1-ը բացահայտված է եւ մեր ժողովրդի համար մարտի 1-ը բացահայտված է եղել լիարժեք, դա կասկած չկա։ Գիտեմ, որից հետո էր, բայց ինչքան մարդու իրեն քննիչների, ուժային կառույցների, հիմա Աֆյանին ենք դատում, շատ լավ։ Ժամը 6-ից հետո Աֆյանի եղել, Աֆյանին ասել են դու գնանք ում, դու բան չես հասկանում։ Բայց դեպքում կառավարության շտաբը ինչ արել։ Տիգրան Թորոսյանը այստեղից ծծվում էր։ Ավտոմобիլները հանում են, ավտոների հետևից կրակում են, հետո ումյադարի տղեջան ով է քեզ ասել կրակել են։ Վերջի ոչ մի փաստ չգտնվեց, որ ավտոմատ հանել են ցուցաներ եւ կրակել են։ Նռնակը այդպես էլ չհայտնաբերվեց այդ ցուցարը չի հայտնաբերվել։ Մի հատ հետո ինչ որ մի հատ ծուռ ավտոմատ են գտել, ասել են էդի ոնց որ թե ցուցարի մոտ էր, բայց Խաչատրյանի բանը մեքենան դիմակահար կրակոց է ստացել։ Իրանք գտել են հետո այդ կողքը դիմակահար կրակոցը չէր, ուղղայի պարզ